Բարև ձեզ, ես Դավիթ Սարգսյանն եմ, Վարդանանց բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավարը։ Ես այսօր կպատասխանեմ ձեր կողմից ամենահաճախ տրվող 5 հարցերի։ Երբ զույգը չի կարողանում երեխա ունենալ, դա միշտ էլ հուզական խնդիր է։ Ամբողջ աշխարհում անպտղությունը դա զույգի խնդիրն է եւ մոտավորապես 1 տարվա ընթացքում, երբ որ զույգը չի կարողանում ձևակերպել հղիություն, չեն կարողանում երեխա ունենալ, պարտադիր պետք է հետազոտվեն բժշկի մոտ։ Եվ կինը, եւ տղամարդը։ Շատ ուրախալի փաստ է այն հանգամանքը, որ տղամարդկային անպտղության համար անհրաժեշտ հետազոտությունը առաջնային, դա ընդամենը սերմի քննությունն է որակական, այսպես կոչված սպերմոգրաման։ Կնոջ համար կան այլ հետազոտություններ, որոնք կատարվում են գինեկոլոգի կողմից։ Եվ այսպիսով, որպես ձեր հարցին պատասխան, միայն մեկ հետազոտության արդյունքում մենք կարող ենք առաջնային որոշել տղամարդը ունի սերմի որակական խնդիր, թե ոչ, որից հետո իհարկե կան այլ հետազոտություններ, որոնք կարող են արդեն պարզաբանել տվյալ սերմի որակի փոփոխության պատճառները, դրանք հորմոնային խնդիրներն են, հորմոնային անալիզները, որոշ գենետիկական տեստեր եւ այլն եւ այլն։ Առաջին հետազոտությունը դա սերմի քննությունն է, սպերմոգրաման։ Սերմնահեղուկի որակի վատացումը կախված է մի շարք գործոններով, որոնցից կարող եմ նշել օրինակ կենսակերպի փոփոխությունները։ Դրանք վատ ծնունդն են, վատ քնելն է, ստրեսների առկայությունը, վնասակար սովորությունները եւ այլն, որոնց կարգավորման պարագայում հնարավոր է սերմի որակի բարձրացում, բայց մեր պրակտիկայում ամենահաճախ հանդիպող պատճառը դա վարիկոցելեն է, որը հանդիպում է տղամարդկային անպտղության մոտ 40-50% դեպքերում եւ ի ուրախություն մեզ մենք Վարդանանց ստացիոնարում կարողանում ենք կատարել վարիկոցելեի վիրահատական բուժումը եւ խորհուրդս այն է, որ տղամարդկային անպտղության պարագայի դեպքում մի հետաձգեք այցը բժշկին, քանի որ այդ շուտ դիմելությունը կարող է ձեզ տալ հնարավորություն ավելի շուտ հայրանալու։ Գիշերը մեկ անգամ արթնանալ եւ միզելը դա համարվում է հարաբերականորեն նորմալ։ Սակայն 2, 3 եւ ավել արթնանալու դեպքում արդեն պետք է անհանգստանալ եւ դիմել բժշկին, քանի որ այն կարող է լինել օրինակ ուրոլոգիական խնդրի պատճառ, սկսած շագանակագեղձի բարորակ գերաճ, ադենոմա, ցավոք սրտի նաև շագանակագեղձի այլ խնդիրներ, օրինակ չարորակ ուռուցքային հիվանդություններ։ Կարող է պատճառ լինել օրինակ շաքարային դիաբետը, սրտային այլ հիվանդություններ, որոնք ստիպում են ձեզ գիշերը արթնանալ եւ գնալ միզելու։ Եվ այսպիսով պատասխանելով ձեր հարցին, եթե ձեր մոտ գիշերային հաճախամիզությունը գերազանցում է 1-ը, լինում է 2, 3, 4 եւ ավելի անգամ, պարտադիր խորհուրդ եմ տալիս դիմել համապատասխան մասնագետների։ Կանանց մոտ առհասարակ անմիզապահությունը, այսինքն մեզի ակամա արտահոսքը երբեք նորմալ չէ։ Կարելի է ասել, որ կանայք միշտ ասում են, որ սա կանացի խնդիր է։ Ես կարող եմ դա ժխտել, որ դա կանացի եւ տարիքային խնդիր չի։ Դա առհասարակ հիվանդագին խնդիր է, որի համար պետք է անհանգստանալ եւ դիմել բժշկի։ Կախված չէ, օրինակ, կանացի անմիզապահությունը տարիքից։ Այն կարող է լինել եւ 40-ում, եւ 50-ում, եւ ենթադրենք 70 տարեկանում։ Երբ որ լինում է անմիզապահություն, հազալիս, փռշտալիս, ծիծաղալիս, ծանրություն բարձրացնելիս, մենք խոսում ենք ստրեսային անմիզապահության մասին, որի ժամանակ որովայնը լարվում է եւ միզապարկից տեղի ունենում մեզի ակամա արտահոսք։ Եվ ի ուրախություն մեզ եւ ձեզ ընդհանրեն փոքրիկ վիրահատական չերևացող վիրահատության միջոցով մենք կարող ենք ձեր ճակերտներում ասած տարիներով պահպանվող կանացի խնդիրը լուծել մեկ վիրահատության միջոցով։ Միզապարկի քարերի առկայությունը բուժառուն չի կարող ուղղակի զգալ, հա։ Բուժառուն կարող է զգալ միզուկում այրոց, արյունամիզություն, ընդհատվող միզարձակություն, որոշակի դիսկոմֆորտ միզելու ժամանակ։ Դիմելով ուրոլոգին, միակ մեթոդը, որը կարելի է պարզել, որ արդյոք
բուժառուի մոտ կա միզապարկի քար, դա սոնոգրաֆիկ քննությունն է, որին լրացնում է նաև ռենտգեն հետազոտությունը։ Եվ իհարկե գանգատները մենք կարող ենք նմանացնել, որ այո, այստեղ հնարավոր է, որ միզապարկի քար լինի, բայց միանշանակ վերջնական ախտորոշումը դրվում է գործիքային, սոնոգրաֆիկ եւ լրացուցիչ ռենտգեն քննությամբ։